Հարգելի գործընկերներ, այս պատմությունը սկիզբ է առնում 2018-19 թվականից, երբ մենք նախաձեռնեցինք շատ կարևոր օրենսդրական փոփոխություն, որը վերաբերվում էր համահարթ եկամտային հարկ սահմանելուն։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ պահի դրությամբ հանրապետությունում գործում էր 3 սանդղականի եկամտային հարկ՝ 23%, 27% մոտավորապես եւ 35%, այսինքն 3 սանդղակ ունեինք եկամտային հարկի եւ մենք որոշում կայացրեցինք, որ համահարթ դարձնել եկամտային հարկը սկզբից 23%, հիմա իջավ հասավ մինչև 20%-ի։ Այժմ մենք ունենք 20% եկամտային հարկ։ Երբ այն ժամանակ մենք այս փոփոխությունը անում էինք, ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիաներ, ասելով, որ սա անարդար է, որովհետև մենք, այսպես ասած, բարձր աշխատավարձ ստացողներին կամ մեծ եկամուտներ ստացողներին համար օրենսդրական փոփոխություններ ենք անում, ինչը սոցիալական անարդարությունը խորացնում է, եւ մենք այն ժամանակ ասենք, որ սա մի քայլանի գործողություն չէ, եւ մենք հաջորդ քայլով պետք է գույքային, մասնավորապես անշարժ գույքի հարկի փոփոխություն իրականացնենք, եւ ահա նրանք, ովքեր շատ եկամուտներ ունեն, նրանք ենթադրվում է, որ ունեն նաեւ ավելի լավ անշարժ գույք եւ հետեւաբար անշարժ գույքի հարկի ձևով այն անհարթությունը, որը առաջանում է, այդ անհարթությունը մենք կլրացնենք։ Այն ժամանակ ասվում էր, որ մենք գիտենք, որ դա չէ կանելու եւ այլն եւ այլն, բայց հիմա մենք եկանք եւ այո, շատ բարդ, բայց շատ կարեւոր որոշում կայացրեցինք եւ այդ որոշումը ընդունվեց եւ նաեւ ուրիշ եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչի ա բերել այդ որոշումը։ Շատ կարեւոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում, անշարժ գույքի հարկի։ Բավ է ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի տոկոս, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։ Սրա մասին է խոսքը։ Մենք այդ գումարը, որովհետև իմիջայլոց այդ միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ խնդիրն է, որ մեր երկրում չկա։ Եվ միջավայրը չի համարվում ընդհանուր, միջավայրը չի համարվում ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև այո, այն որ դու կարող ես ունենալ տուն, եւ այդ դռնից տան շեմից են կողմ ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել։ Եվ հետեւաբար ոնց լուծենք այդ հոգսը։ Այդ հոգսը լուծվում է սենց տեղական ինքնակառավարման մարմիններով, այդ գումարը գեներացնելով, այդ գույքի գումարը բերելով միտեղ եւ այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, լույսը, ծաղիկը, ցանկապատը եւ այլն դիմացի մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքահարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետքա հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի, շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները,
Ոչ մեկ չի կարող ասել, մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայն չենք տվել, եկել են կեղծել, չեն կարող այդպիսի բան ասել։ Էս էլ դնենք մի կողմ։ Այս վերջերս մենք ընդունեցինք մի նոր կարևոր մեխանիզմ, որը գնալով այդ մեխանիզմի ծավալները մեծանալու են։ Դա մասնակցային բյուջեն է։ Երբ որ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել, որ մենք ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի այսինչ կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Եվ ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր։ Այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում ոչ մի այդ ողջ պատմության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Հասկանում եք, սա քաղաքական ընտրության հարց է։ Սա քաղաքական ընտրության հարց է։ Եվ այո, մենք մեր սիրելի քաղաքացիներին ասում ենք ուղիղ, այս գույքահարկից էլի հիմա շատ որ բանարված է, դա շատ մոդա է, չէ՞, միանգամից ասում են, պարքեվավճարները, բանը, ծառայական ավտոմեքենաները, ճոխ ավտոմեքենաները, գործող այս գումարից, Ժորժ ջան, ամբողջը ոչ մի բան այդ նպատակների համար չի ծախսվում։ Եվ հետևաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի, մենք այս որոշումը կայացնենք, մենք պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից էլ սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։ Մյուս կողմից էլ բանով դոտացիաներով համայնքին 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ո՞նց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Սենց են ուժեղացնում եւ համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու։ Քաղաքացիները իրանք ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու, որովհետեւ նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետք է բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ, երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, Ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Ինչն է ձեր կոնկրետ կարիքը, դուք ինքներդ ձեր համայնքի հետ որոշեք։ Ստեղ մենք էլ ենք արդեն կառավարությունը պետք է քայլ-քայլ հետ քաշվի։ Համայնքը ինքը մեզնից լավ գիտի, թե որն է իր առաջնային։ Իսկ եթե համայնքը լավ չգիտի, մենք քաղաքացուն էլ հնարավորություն ենք տալիս, նախորդ մի երկու նիստ առաջ դրա մասին խոսեցինք։ Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ կառավարեն իրենց համայնքը։ Իսկ առանց բյուջեի կառավարել հնարավոր չի։ Առանց եկամտի կառավարել հնարավոր չի։ Մենք մի անգամ կարծեմ դրա մասին խոսեցի,
Այն խորհրդային միության չգիտեմ, գուցե հիմա այլ կան որոշ տեղերում այդ կոլեկտիվներում որ կար, չասում էին լատարե են խաղում, որ աշխատավարձերից հիմա այլ կա, հա, այսինքն կուտակվում է գումարը եւ ծախսվում է այս գույքահարկը բոլոր քաղաքացիների համար դա է, որովհետեւ լատարե են խաղում, այսօր մեկի բակի դիմացնեն բարեկարգելու, մյուս օրը կողքի փողոցն բարեկարգելու, այն մյուս օրը երրորդը, այն չորրորդ օրը զբոսայգին, այն 5-րդ օրը շատրվանը, 6-րդ օրը մանկապարտեզը, 7-րդ օրը չգիտեմ գրունտային ճանապարհը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա պետք է լինի մարդկանց ընկալումը այս օրենքի եւ այս համակարգի մասին։ Եվ սա այն դեպքերից է, որ ես, գիտեք, շատ են ասում մեր մասին, էլի մեր ընդդիմախոսները եւ բաները եւ ընդդիմախոսները եւ չարախոսները, որ սա թույլ կառավարությունն է, թույլ իշխանություն, թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել։ Ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն եւ այլն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, որով դոտացիաների հետ փոփոխություն, գնացեք, հանեք արխիվը, տեսեք, որ թվից է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը նույնիսկ առաջին ընթերցմամբ, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2007-8 թվերի կողմերը։ Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչի, որովհետև Հայաստանում ուժեղ իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառը, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշարք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով։ Մեր երկրում էլ եմ ասում, այն օր Գյումրիում եմ ասում, թեմաներ կա, որ արդեն մարդիկ չեն հիշում։ Ոչ մեկ չի հիշում, որ ասֆալտ հասկացությունը ուղիղ կապված էր ընտրությունների հետ։ Կար ընտրություն, կար ասֆալտ, չկար ընտրություն, չկար ասֆալտ։ Ընդ որում տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես մինչև հաջորդ ընտրություններ։ Այսինքն մարդիկ մոռացել են, որ Հայաստանում ընդհանրապես տենց բան է եղել, հասկանում եք, մոռացել են։ Այն ասֆալտը, որ մենք հիմա ուղակի անում ենք, եթե ընտրական տրամաբանության բան էինք, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրություններ անել, հարգելի գործընկերներ, առանց չափազանցության։ Բայց մենք այս մեր գործիքը, հասկանում եք, ես ուզում եմ սա ճիշտ գնահատվի սրա քաղաքական իմաստը, այն գործիքը եւ լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս, որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու եւ իրականացնելու համայնքի տրամաբանությամբ, իհարկե կառավարության լիազորությունները եւ գործառույթները որևէ կերպով չզիջելով։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ մենք շատ սկզբունքային գտնվենք, որովհետև սկզբունքային չգտնվելու դեպքում մենք չենք կարող զարգացման այն օրակարգը, որը բխում է մեր երկրի շահերից, սպասարկել։ Բայց սրա հետ կապված ես ուզում եմ ասել, որ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Եվ այդ իհարկե մի քիչ երկարում է քննարկումը, բայց ես ուզում եմ սրա մասին խոսել, որը կապված է նաև համայնքային հողերի օտարումների եւ նրանց գների հետ։ Մենք իհարկե որոշակի փոփոխություններ ենք արել, որի արդյունքում, հա, շատ կարևոր բան, այս կադաստրային փոփոխությունների, գների փոփոխությունների արդյունքում համայնքների հողերի գները էականորեն բարձրացել են, ինչ նշանակում է նաև համայնքների եկամուտներն են բարձրացել, բայց այս վերջերս ես մի ահազանգ ստացա, որ 100 դրամով համայնքային աճուրդով ձեռք բերված հողը, հողակտորը վաճառվում մի քառակուսի մետրի մասին է խոսքը, վաճառվում է մի քառակուսի մետրը, այսինքն համայնքից ձեռք բերված արդեն երկրորդային շուկայում վաճառվում է, ասենք օրինակ քառակուսի մետրը $500։ Ու բնականաբար հարց առաջացավ, այդ ինչպես կարող է դա տեղի ունենալ, եւ նախ հարցն այն էր, թե ինչու է համայնքը 100 դրամով վաճառել այդ հողը։
Պարզվեց, որ համայնքը 100 դրամով որ վաճառել է ավագանու որոշմամբ, հələ մի բան էլ մինիմալ արժեքից 20 անգամ ավելի բարձր գնով է վաճառել, որովհետև այդտեղ եղել է արոտավայր կամ չգիտեմ ինչ որ բան կարգի հող, վատ կարգի հող։ Լավ, այդ հələ մի հարցն է, որը ինչ որ ձևով ի գիտություն ընդունեցին, բայց հաջորդ հարցն է ծագում, ո՞նց է որ հիմա շուկայում վաճառվում է 500 կամ լավ 50, լավ 10 անգամ 100 դրամ $50, հա $50, շատ լավ, թող լինի $50, ես մի 0 ավելացնում եմ։ Բայց նույնիսկ եթե $5, ասենք $100 համանքի ներողություն, 100 դրամով համանքի ձեռք է բերել, լավ ասենք եթե $5 վաճառում, ուրեմն 20 անգամ ավելի թանկ, եթե $50 է, ուրեմն 200 անգամ ավելի թանկ, բայց ո՞նց է ստացվում, ի՞նչ է տեղի ունենում։ Պարզվում է հետևյալը, բացատրությունը, որ մենք այդ տարածական պլանավորման այդ գործողությունը, որ անում ենք, ընթացքում հաստատվել է համայնքի նոր կամ գլխավոր հատակագիծը կամ ինչ ենք ասում, պարոն Վարդանյան, այդ փաստաթղթին միկրոռեգիոնալ փաստաթուղթն է ընդունվել եւ ինչ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում այդ հողը, որը համարվել է գյուղատնտեսական նշանակության ամենահետին կարգի հող, այդ ընթացքում իր կարգավիճակը այդ միկրոռեգիոնալ պլանավորմամբ փոխվել է եւ դարձել է խառը կառուցապատման հող։ Եվ այս որոշման բերումով այդ հողի գինը 100 դրամից դարձել է $50։ Հիմա այստեղ թվում է թե որ նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ խնդրեմ կա, որովհետև եթե սովորական պայմաններում այդ 100 դրամով ձեռք բերված հողը մարդը ուզենար կատեգորիան փոխել եւ այլն, այդ փոփոխությունների ընթացքում համայնքին ինքը պետք է հսկայական գումար վճարեր։